Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, հայտնել է առողջապահության նախարարությունը։ Գիշերվա ընթացքում ստացվել է 16 կանչ, կա 6 հոսպիտալացված։ Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Մինչ առողջապահության նախարարությունը համապատասխան ստուգումներն է իրականացնում, Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ հավաքված բնակիչները պնդում են, թունավորումը եղել է խմելու ջրից։ Իրանց տնօրենի համար երբ որ պահանջում ենք, որ ինչ-որ պատասխանատու մարդու հետ խոսանք, չկա, օպերատորից բացի ուրիշ մարդ չկա։ Անցած անգամ էլ խոսալուց ինձ ասում է, ինձ էլ էս աղջկան էլ ասում է, ձեզ պատասխանատվության կենթարկենք ոչ կոռեկտ խոսքի համար։ Հիմա ասել եք երեխեքը մեռնում են, թունավորում են տատի պապիները։ Կոռեկտ խոսալը ոչ մի պայմանագրի մեջ, վերը պայմանագրի ցույց տամ այդ պայմանագրի։ 12 ժամյա գրաֆիկ։ Լավ, կա։ 12-ից 6-ը բազմաբնակելի շենքերը պետք է ջուր ունենան։ Այո, ուրա, շղա այդ պայմանագիրը ժամը 10-ին 8-ը երրորդ հարգից ջուր չի բացակայում։ Հայր 8-9 հարգի ապրողներն ինչ անեն չի։ Հա, լավ, թող 12 ժամ չտան, թող 8 ժամ տան, բայց որակ ապահովեն։ Նրանք պահանջում են, որպեսզի Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանը կտրուկ մոտեցում ցուցաբերի վիոլա ջրի նկատմամբ ու հարցը մեկընդմիշտ լուծվի, քանի որ թունավորումներն արդեն պարբերական են դարձել։ Բյուրեղավանի պոլիկլինիկա դեռ շարունակվում է ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավի գանգատներով այցելուների հոսքը։ Բնակիչների բողոքին հակադարձել է Վիոլա ջուր ընկերությունը, շեշտելով, որ կատարված հետազոտությունների արդյունքներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ հանրային մտահոգությունների եւ հրապարակումների հիման վրա մասնագետներն այս պահին եւս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։ Վիոլա ջուրը բնակիչներին հորդորել է հետևել բացառապես պետական իրավասու մարմինների, պաշտոնական հաղորդագրություններին եւ զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից։ Ռուսաստանի Ռոսելխոզնաձոր ծառայությունը, որը զբաղվում է անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության հարցերով, պահանջել է Իրանից դադարեցնել Ռուսաստան արտահանվող ծաղիկների բուսասանիտարական հավաստագրումը։ Այս քայլին ռուսական կողմը դիմել այն բանից հետո, երբ 2026 թվականին Իրանից ներմուծվող ծաղիկների ծավալները կտրուկ աճել են, ընդ որում դրանց արտաքին տեսքն ու փաթեթավորումը լիովին համընկնում են Հայաստանից նախկինում ներմուծված արտադրանքին։ Ռուսական կողմը կասկածներ ունի, որ իրանական հավաստագրերով Ռուսաստան են մուտք գործում հայկական ծաղիկներ, որոնց ներմուծումը 2026 թվականի մայիսի 22-ից արգելված է։ Ռոսելխոզնաձորը դեռևս ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ կիրառված ժամանակավոր սահմանափակումների մասին, սակայն իրանական կողմից որևէ արձագանք չէր ստացել։ Ծննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հերքել է այն մտահոգությունները, թե Եվրամիության չափանիշներին չհամապատասխանող ձուկն ու ձկնամթերքը կարող են իրացվել հայաստանյան շուկայում, որպես ավելի ցածր որակի ապրանք։ Նա ընդգծել է, որ ծննդամթերքի անվտանգության հարցում երկակի ստանդարտներ գոյություն չունեն։ Եթե լաբորատոր փորձաքննության կամ մոնիտորինգի արդյունքում մթերքը ճանաչվում է վտանգավոր, այն ենթակա է շրջանառությունից հանման եւ անհապաղ ոչնչացման։ Ըստ Պետրոսյանի, նման մթերքը չի կարող ոչ արտահանվել, ոչ էլ վաճառվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Պետրոսյանի խոսքով պտուղ բանջարեղենի արտահանման ոլորտում էր հայաստանյան արտադրանքը գնալով ավելի մեծ պահանջարկ է ձեռք բերում միջազգային շուկաներում։ Որպես օրինակ նա նշել է, որ այս պահին արդեն 50 ավտոմեքենա ծիրանով բեռնված պատրաստ է արտահանվելու դեպի նոր շուկաներ։ Նույն մտքին մենք եղել ենք տարիներ շարունակ, որ մենք մեր պտուղ բանջարեղենը չենք կարող վաճառել Եվրոպական միության շուկաներում, գնով չենք անցնում, մրցունակ չենք, այնտեղ կան ավելի շատ հետաքրքիր էկզոտիկ մրգեր եւ այլ, բայց պրակտիկան ցույց տվեց, որ երբ որ ուզեցանք, կարացանք տանենք, վաճառենք եւ այսօր կարելի է ասել, որ արդեն մեծ ծավալների, այսինքն օրի ծավալները մեծանում է դեպի այդ շուկա պտուղ բանջարեղենի վերաբերյալ։ Դա հստակ փաստեր է։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Multistone ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության շենքի դիմաց, պահանջելով հանդիպում քննիչ Վազգեն Բադալյանի հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց համբերության բաժակը լցվել է եւ եթե խնդրին շուտապույտ լուծում չտրվի, ապա իրենց հետագա քայլերի համար պատասխանատվություն չեն կրելու։ Նրանք ընդգծել են, որ արդեն ավելի քան 10 օր է պատասխան չեն ստանում իրենց հուզող գլխավոր հարցին, ինչ է լինելու գործարանի ճակատագիրը։ Աշխատակիցները
Ժուրնալիստները պահանջել են, որ քննիչը հանդիպի իրենց հետ, քանի որ հենց նրա հրամանով են կապարակնքել դռները։ Լիքը կարող վատ հետևանքներ ունեն այս ամեն ինչը։ Մեկը ասում է զիլս կբարձեմ, կբերեմ, կկանգնեմ, սամասվալ կանեմ ճամփի մեջտեղը։ Մեկը ասում է այս մեկը կանեմ։ Հիմա որ ամեն ինչը չհասնի դրան, խաղաղ եղանակով չեն կարող այս հարցի լուծում տանք։ Հիմա պարտադիր պետք է ամեն մեկը գյուղացի մարդիկ են խոսքի, լիքը մարդիկ կան։ Զլերը բարձեն, այդտեղ սամասվալ անեն ճամփի մեջտեղը, ինձ էլ այդ հասի դե բռնեք տարեք ինձի։ Դա ճիշտ չէ էլի։ Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Հուլիսի 16-ին ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրանական համարանիշներով կցորտիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ կողաշրջված հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Հրշեջ փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա վարորդի դին ավտոմեքենայի խցիկից դուրս բերելու համար։ Վարորդի ինքնությունը պարզվում է։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գիշերը 1:10-ի սահմաններում Բատիկյան փողոցով անցնող Մալաթիայի ջրանցքից քաղաքացիները դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ եւս 2 մարդ է ընկել ջրանցքը։ Պարզվել է, որ 1 քաղաքացի է ընկել ջրանցքը, նրան դուրս են բերել եւ տեղափոխել հիվանդանոց, իսկ մյուս 2 քաղաքացիների ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնել են ոստիկանությունից։ Վրաստանը արտակարգ հարաբերություններ ունի հարևան 3 պետության՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա շեշտել է, որ այս կապերի խորացումն առանցքային դեր ունի Վրաստանի տարանցիկ գործառույթի եւ տարածաշրջանային կապակցվածության զարգացման համար։ Վարչապետի խոսքով երկրում այժմ իրականացվում են ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր, որոնք ել ավելի կհզորացնեն Վրաստանի դիրքերը։ Նախատեսվում է մինչեւ 2031 թվականը գրեթե ամբողջությամբ ավարտել արագընթաց ավտոմայրուղիների կառուցումը, արդիականացնել երկաթուղային համակարգը, զարգացնել երկրում գործող 3 միջազգային օդանավակայան։ Կոբախիձեն նշել է, որ այս լայնածավալ ներդրումներն ու հարևանների հետ սերտ համագործակցությունը լավագույնս կծառայեն երկրի տարանցիկ ներուժի զարգացմանը։ ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի տասնյակ ռազմական ենթակառուցվածքներին, երկարաձգելով ռազմական գործողություններն արդեն 6-րդ օրն անընդմեջ։ Հարձակումների հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 38 մարդ, վիրավորվել ավելի քան 400-ը, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությունը։ Ըստ իրանական ԶԼՄ-ների Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով փլուզվել է Չաբահարի ծովային կառավարման աշտարակը։ Ավելի վաղ ԱՄՆ-ն հարվածել է իրանական Բանդեր Աբաս եւ Շիրազ քաղաքների միջև ընկած կամրջին, որը կարևոր տրանսպորտային նշանակություն ունի։ Հարվածներ են հասցվել նաև Բանդեր Աբասի երկաթուղային կայարանին, որտեղ 2 մարդ է տուժել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռազմական հաղթանակներ է տանում Վենեսուելայում եւ Իրանում, սակայն երկրի ներսում բախվում է լուրջ սպառնալիքների։ Նա սենսացիոն մեղադրանքներ է ներկայացրել Չինաստանի հասցեին, պնդելով, որ Պեկինը միջամտել է 2020 թվականի նախագահական ընտրություններին եւ գողացել 220 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալները։ Թրամփի պնդմամբ ԱՄՆ-հատուկ ծառայությունների եւ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները միտումնավոր կոծկել են այդ փաստերը եւ նույնիսկ ստվերային կառավարություն ձևավորել տեղեկությունը նախագահից թաքցնելու համար։ Նա ԱՄՆ ներկայիս ընտրական համակարգը անվանել է կատարելապես խալխլված ու խոցելի արտաքին կիբերհարձակումների համար, կոչ անելով անհապաղ հետաքննություն սկսել եւ քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Мы радуемся вместе. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որտեղ նա Ռուսաստանին ներառել էր ԱՄՆ ընտրությունների համար սպառնալիք հանդիսացող երկրների ցանկում։ Պեսկովը նշել է, որ Թրամփը հիմնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների տրամադրած անանուն եւ անապացույց տեղեկության վրա։ Նա հայտնել է, որ հենց Միացյալ Նահանգներում անցկացված բազմաթիվ հետաքննությունները, այդ թվում խորհրդարանական հանձնաժողովները եւ գլխավոր դատախազությունը եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը որևէ կերպ չի ազդել ԱՄՆ ընտրությունների վրա։ Սրանք ոչ թե մեր ուժայինների կամ քննչական մարմինների, այլ հենց ամերիկյան կողմի եզրակացություններն են, շեշտել է Պեսկովը։ Նրա խոսքով Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին եւ ակնկալում է նույնպիսի վերաբերմունք իր հանդեպ։ Նովոսիբիրսկում տեղատարապ անձրևների հետևանքով փողոցները հեղեղվել են, երթևեկությունը կանգ է առել անորոշ ժամանակով։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ անսպասելի հորդառատ անձրևին հաջորդել են կարկուտն ու հզոր քամիները։
Բրոսել խոսնաձորը սահմանափակել է Թուրքիայից կորիզավոր մրգերի ներկրումը, արգելելով թուրքական 5 ձեռնարկության ծիրանի, բալի, դեղցի եւ նեկտարինի մատակարարումը։ Ըստ ռուսական գերատեսչության պատճառը մրգերում ԵՏՄ-ի համար կարանտինային վնասատուների պարբերական հայտնաբերումն է։ Ռուսաստանն այս որոշման մասին հայտարարել է Թուրքիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումից ընդամենը ժամեր անց։ Այդ բանակցությունների ժամանակ Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ստանձնել Կիևի անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչի ղեկավարումը։ Հնդկաստանում շահագործման է հանձնվել ջրածնային վառելիքով աշխատող առաջին գնացքը։ Դրա հանդիսավոր մեկնարկը տվել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին։ Նոր եւ էկոլոգիապես մաքուր գնացքը կունենա դեռևս 1 երթուղի։ Չինաստանի Շենժեն քաղաքում տեղի է ունեցել խառամենամարտերի կանոններով աշխարհում ռոբոտների առաջին մարտը։ Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել է ընդհանուր առմամբ 32 թիմ։ Տեխնոլոգիական այս յուրօրինակ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմել է շուրջ $1,480,000։